ազգային խաղալիքները որպես մշակութային ժառանգություն սկսվել է շատ հանկարծակի, որովհետև երկար ժամանակ մենք չէինք ունեցել իթվինինգի վերապատրաստումներ եւ փետրվար ամսին ունեցանք վերապատրաստում, իթվինինգի վերապատրաստում եւ 4 դպրոց, 143, 163, 100 դպրոցը եւ Կոջոյանի անվան դպրոցը միասին սկսեցին նախագիծը։ Սկզբում որոշել էին ազգային նախագիծ անել, քանի որ նոր էին իթվինինգում, ես էլ որպես կոորդինատոր պետք է օգնեի իրենց, որպեսզի նախագիծը սկսեին եւ ընթացք ստանար։ Սկսեցին բավականին հեշտ, որովհետև անմիջապես պայմանավորվեցին, անմիջապես WhatsApp-ի խումբ ստեղծեցին եւ սկսեցին նախագծի ամենաառաջին քայլերը, հանդիպեցին, որոշեցին հետագա քայլերը, երեխաներին արդեն ընդգրկեցին, իթվինինգում բացեցին նախագիծը եւ սկսեցին աշխատանքը։ Ես կողքից նայում էի եւ գրեթե ոչինչ չկար իրենց օգնելու։ Շատ հսկայական աշխատանք տարան այս ընթացքում, մեծ աշխատանք, գնացել են տարբեր պատկերասրահներ, ազգային, նույնիսկ տիկնիկների ստեղծման, մենք ինչ-որ գործարան ունենք, որ ես տեղակել չէի դրա մասին, երեխաների հետ գնացել են այդտեղ, ծանոթացել են ինչպես են ազգային տիկնիկները ստեղծվում, ինչպես են ձեռագործ այդ ամեն ինչը պատրաստվում, բայց ամենաշատը նախագծում ինձ դուր եկավ իրենց համագործակցությունը։ Այնքան անմիջական էին իրար հետ շփվում երեխաները։ Ստացվում է 4 դպրոց, 4 տնօրեն, 4 ուսուցիչ եւ 4 դպրոցի աշակերտներ շատ ընտիր համագործակցում էին միասին, որպեսզի ստանային այն արդյունքը, ինչ որ այսօր ենք ստանալու։ Ընկերներ դարձել եք դուք։ Ամրանը հանդիպելու եք։ Իսկ արդյունքը ստացվեց հոյակապ, ռոբոտը շարժվում է, երգում է, պարում է, խոսում է եւ իթվինինգի մեր ռոբոտն է ինքը լինելու։ Նաև ազգային տարերա ռոբոտը մեջ է ունենալու որպես խաղալիք, մշակութային ժառանգություն եւ արհեստական բանականության միասնականություն։ Եվ այդ արդյունքը, որը ստացել ենք, մեզ բոլորիս բավարարում է, եթե ոչ ավել։ Վերապատրաստումից ընդամենը 2 օր հետո միտք առաջացավ Հայաստանի ազգային խաղալիքները որպես մշակութային ժառանգություն ուսումնասիրել եւ հետաքրքիր նախագիծ իրականացնել։ Երբ մեր խմբում ես ներկայացրեցի նախագիծը, հույս չունեի, որ այսքան լավ մարդկանց հետ կծանոթանամ եւ 4 դպրոց կհամախմբվին նախագծի շուրջ։ Համախմբվելուց հետո սկսեցին աշխատանքները, ամենաշատ ինձ դուր եկավ, որ ինչ ասվում էր ուսուցիչները պատրաստական, երեխաները շատ ոգևորված, մասնակցում էին եւ իրականացնում մեր մտահղացումները, բայց ոչ բոլորն էր իմ նախաձեռնած տարբերակով իրականացվում, կային մտքեր, որոնք ծնվեցին ընթացքում եւ դրանք եւս անպայման նախագծի մասնիկ դարձան։ Այս նախագիծը հետաքրքիր էր նրանով, որ երեխաները ոչ միայն իրենց դպրոցի ներսում են համագործակցում, այլև մյուս դպրոցների երեխաների հետ են ծանոթանում, մյուս դպրոցների երեխաների հետ են շփվում եւ միասին պետք է ստեղծեին մի ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվեին։ Բնականաբար սկզբից այդ միտքը մի փոքր վախեցնում էր, բայց երեխաների ոգևորվածությունը, երեխաների այդ հենց առաջին հանդիպումը on-line, որ իրականացան, իրենք ներկայացան, ցույց տվեց փորձը, որ իրենք կարող են եւ մյուս դպրոցների երեխաների հետ հետաքրքիր նախագծեր իրականացնել։ Երեխաների ամենասիրելի հատվածը եղել է երևի հարցազրույցներ վերցնելը տատիկներից, պապիկներից, ավագներից, խաղալով գրասենյակ այցելելը, ռոբոտի նախագծելը, այսինքն փորձը ցույց տվեց, որ նմանատիպ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին նաեւ զինվել նոր գիտելիքներով։ Դաս էինք անում, մեկ էլ իմ ընկերաբրանը մեր մտավ դասարան եւ ասաց, որ ես ընկերուհիս Էլեոնորան եւ Միհրան, ովքեր մեզ հետ մասնակցում են այդ ծրագրին, ասաց, որ այսօր մենք գնալու ենք 143 դպրոց եւ պատրաստենք ռոբոտ հոլ, հեսա։ Այն մենք սարքեցինք, ուղղակի մի քիչ դժվար էր, բայց ընկերացանք, լիքը նոր ընկերներ ունեցանք եւ մեզ ընկեր Կոստանյանը խոստացավ, որ ամառը գործնագործ ենք խաղալու։
Այն ժամանակվա հոլերը եղել են փայտից պատրաստված, պտտացրել են թելով, իսկ հիմիկվա հոլերը պատրաստված են պլաստիկից, էլեկտրական են, պտտվում են այս կարող ենք այս ընդհանրապես քաշում ենք այս եւ ինքնուրույն պտտվում է, պետք չի թել փաթաթել, նայել ճիշտ ենք արդյոք փաթաթել, որ ճիշտ պտտվի։ Մենք իմացանք, թե նաեւ տեսանք տեսանյութեր, թե իրենց տատիկներն ու պապիկները այն ժամանակ ինչ են խաղացել, նաեւ այս Infinity նախագծի օգնությամբ մենք հիշեցինք բակային խաղերը եւ ազգային խաղերը, մեր ընկերներին է հիշացրեցինք եւ նրանք էլ սկսեցին խաղալ։ Շատ դուրս եկա, որտեղ նախ մենք նոր ընկերներ ունեցանք, երկրորդ ավելի հետաքրքիր էր սովորական դասից, որովհետև այստեղ մենք ռոբոտ հավաքեցինք, նաև ոնց որ սովորական դաս չէր սա, շատ կուզեմ որ sense դաս ավելացնեն, քանի որ մենք արվեստի դպրոցում ենք սովորում, sense դասեր մենք չունենք, մենք արվեստի հիմնական դասեր ունենք, բայց կուզեմ որ ավելացնեն։ Ինձ նաև զարմացրեց 143 դպրոցի այն մասը, որ երեխաները այսպիսի դաս ունեն, սովորում են լեգոյից այսպիսի բաներ հավաքել, եւ շատ կուզեմ որ ավելացնեն։